44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիայի սենատը ընդունեց բանաձև, որով կոչ էր անում երկրի իշխանություններին առաջին հերթին երկրի նախագահին ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո, էթնիկ զտումից հետո ավելի քան 200 ֆրանսիացիներ հրապարակային հայտարարությամբ հանդես եկան ի աջակցություն Արցախի, արցախահայության, ինչի համար ենք սա ասում, արձանագրելու, որ հայ ժողովուրդ, հայկական պետականությունները Ֆրանսիայում ունեն բարեկամներ։ Այդ բարեկամների շարքին դասվում է Էմանուել Մակրոնը։ Այս հարցին պատասխանելու համար նշենք հետևյալը. 44-օրյա պատերազմը դադարեցվեց ուղիղ այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական միջամտություն ունեցավ ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցություններում։ Իսկ ինչին անձնական մասնակցություն ցուցաբերեց Էմանուել Մակրոնը, այո, հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած տարավ եւ իրենք փաստացի միասին Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Ինչի համար ենք այս ամեն ինչի մասին հիշում։ Շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի դեսպանը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ քաջություն է պետք եւ խաղաղության համար եւ պատերազմի համար, նշվում էր, որ Ֆրանսիան եղել է հայ ժողովրդի, հայկական պետականության կողքին եւ պատերազմի ժամանակ եւ խաղաղության ժամանակ։ Ֆրանսիական պետությունը միգուցե, բայց ոչ Էմանուել Մակրոնը, նրա անունը Նիկոլ Փաշինյանի անվան հետ միասին լինելու է մեր պատմության դասագրքերում, բայց որպես մարդիկ, որոնք հանձնեցին Արցախը Ադրբեջանին։